Հեշ մեկը Ղուգասյանի Հիմա Երևան եք շարժվում, դե հայտարարությունս լսեցիք, որ անժամկետ գործադուլ է հայտարարում քաղաքապետարանը։ Դրա իրավունք ունի իր քաղաքապետին, իրեն լիդերին անկարգի ձևով չեք հասկանում ինչի են տանում։ Դեպի ձերբակալման հետո էլ կալանքի։ Այս անընդունել է։ Այս չհասկացանք, էս ինչ է կատարվում, ինչ ռեպրեսիա է։ Ով մեզ դեմ է, ուրեմն մեզ թշնամի է։ Չի կարելի, անընդունել է, ժողովուրդ ջան։ Գնալու եք Երևանի։ Սրբազանների կալանավորում են, մնացածներին ով մի բառ ասում է թարսով Հայաստանն է ուժում պաշտպանել, հայրենիքն է ուժում, խեղաթյուրում են բոլոր խոսքերը քաղաքապետին։ Քաղաքապետը ասում է միություն կազմեք, այո, հզորների հետ միություն, ասում է գուբերնիա կուզեք դառնալ, սուտ է խոսում։ Սդախոսությամբ հիմա էլի չեմ հասկանում ինչ գործ են կարել։ 12 տարի հետապնդման է Վարդան Ղուգասյանը ենթարկվել, հիմա էլ նոր գործ են կարել, չեք հասկանում ինչ գործեր։ Ձայնագրության վերաբերյալ Ինչ ձայնագրություն, ես չեմ հասկանում, մի վարքան մեն լսեց ձայնագրություն, մեմ ձայնագրություն բերեցին որ Փակրած Սրբազանի համար։ Հետո տեսակ ինչ էր եղավ, արհեստական ինչ ուզեց հարկեն։ Այսինքն Ղուգասյանը լսել է դա Ինչ գործողություններ են իրականացնում։ Հետաբանություն են ուզում թղթեր, մեկ էլ տրամադրում ենք։ Քաղաքապետը եպե քաղաքապետ դարը է դա, սա փաստացի տեսել են, հա, հերոստատեսության բավականով ամեն ինչով։ Հետո չինեմ ինչ գործեր են բերել մեզնից էլ առաջ բան, ասեցի մանեք եք գտեք։ Քաղաքաշինության բաժնից մարդիկ են տարել։ Իսկ ինչ 4 միլիոնի պատմություն է կաշառակերության հարցում։ Տանապես տեղյակ չեմ, ես չգիտեմ ինչ է կատարվում, դա ասում եմ այդ չատ տիպի ասած ինչ է դա, կեղտոտությունը ինչ ասես կարող է սարքել, ինչ ասում։ Չէ, չի լսել, չի լսել։ Չէ, չի լսել։ Իսկ Երևան գնալու եք ինչ գործողություններ են հաջորդել։ Երևան հասնենք մենք հիմա մեր ձայնը բարձրացնենք, աղաղագենք, պահենք մեր քաղաքապետին, իր բաները հերիք է, պասիոնն է ժողովուրդ։ Պասիոնն է պահեք, չեք թրկանաք։ Կառավարություն եք գնում ներողություն, սա էլ ճշտեմ, կառավարություն